Մարտի 11-ին ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչության, Վանաձորի եւ Գուգարքի Հրշեջ փրկարարական ջոկատներ, ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին առկա հնարավորություններին եւ տեխնիկական հագեցվածությանը։ Փրկարարծառայության տնօրենը շրջայց է կատարել Հրշեջ փրկարարական ստորաբաժանումներում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին եւ օպերատիվ արձագանքման կարողություններին։ Այցի ընթացքում նա զրուցել է ծառայողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով եւ մասնագիտական պատրաստվածությամբ։ Արամ Ղազարյանը նշել է, որ անհրաժեշտ է ծառայության առջև դրված խնդիրների իրականացումը կազմակերպել փրկարարծառայության վերափոխված հայեցակարգային մոտեցումներին համահունչ։ Նա ընդգծել է ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, ինչպես նաեւ աղետների ռիսկի կառավարման համակարգված եւ արդյունավետ ծառայություն ապահովելու կարեւորությունը։ Ծառայության տնօրենի խոսքով Հրշեջ փրկարարների գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրանց մասնագիտական գիտելիքների եւ գործնական հմտությունների շարունակական զարգացմամբ։ Այդ համատեքստում նա կարևորել է տարբեր սցենարային իրավիճակների հիման վրա պարբերաբար վերապատրաստումների իրականացումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել պատրաստվածության մակարդակը եւ նպաստել արձագանքման ժամանակի կրճատմանը։ Այցի ավարտին Սպիտակ քաղաքում Արամ Ղազարյանը Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակայի, Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանի եւ մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են մատուցել 2011 թվականի Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել։ Արամ Ղազարյանը նշել է, որ 15 տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած արհավիրքը համամարտկային ողբերգություն էր, շեշտելով աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը։ Ընդգծվել է ճգնաժամային իրավիճակները միահամուռ ջանքերով համատեղելու պատրաստակամությունը։ Մարտի 16-ին համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը եւ հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տեղեկությունը ստուգվեց եւ հաստատվեց։ Նույն օրը տղամարդը ձերբակալվեց եւ ներկայացվեց նախաքննական մարմին։ Զենությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվեց ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված, գոմում մոտ 5 կիլոգրամ 900 գրամ չորացված, իսկ նկողում եւ խորդանոցում մոտ 6 կիլոգրամ 300 գրամ չորացված ու մանրացված զանգվածներ։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որն ինքն է ցանել, աճեցրել, քաղել, չորացրել, մանրացրել ու պահել։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ ենթակա ստորաբաժանումների բացատրական համատեղ աշխատանքի հերթական արդյունքը մարտի 13-ին էր։ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ զենք զինամթերք է թողնում Արցախի Պողոտայի 3-րդ նրբանցքում։ Մեկնած իրավապահները նշված տեղում հայտնաբերեցին 15 ինքնաձիգ, 1 ինքնաշեն ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 7 պահեստատուփ, 3 նռնակ եւ տարբեր տրամաչափի 609 փամփուշտ։ Կրկին հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը, նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը, նաեւ ազատվելով քրեական պատասխանատվությունից։ Օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում Լադա ավտոմեքենաների վարորդները մայրաքաղաքի Արգիշտիի փողոցում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մասնակիցների նկատմամբ կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթևեկության ու համակեցության կանոնները։ Երևանի պարեկները մեքենաները հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դրսևորել զուսպ եւ իրավահարկ վարքագիծ։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու եւ ենթարկվելու են պատասխանատվության։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի Պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։
Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։